Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 2-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը հիանալի է, հայելային օր է համարվում, կարող եք երազանք պահել, այն երազանքը, որը շատ եք ուզում, բացի դա էլ դեռ լիալուսնի այդ շոշոփները դեռ կլինեն, որովհետև գիշերն է տեղի ունենալու լիալուսինը եւ դեռևս կպահպանվի այդ էներգիան ամբողջ փետրվարի 2-ին։ Եվ ես նաև խոսել եմ եւ լիալուսնի մասին, կարող եք նայել տեսանյութ աստղաբանության ալիքում, եւ իհարկե խոսել եմ Նեպտունի եւ Սատուրնի միացման մասին, եւս կարող եք նայել այդ ալիքում, տեղադրված է արդեն։ Այսքանից մենք անցնենք կանխատեսմանը եւ կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 2-ին։ Տան հետ կապված ոչ հարցեր են, միգուցե հյուրեր եք ընդունում, միգուցե ինչ-որ պահեր են, գնում եք տուն նայելու, գնում եք, տեղափոխվում եք, օրինակ, դրսից կարող եք հյուրեր ստանալ, գան, ձեր մոտ, կամ դուք գնաք հյուր, կամ եթե դուրսն եք, իրենց մոտ գնաք, այդպես ոչ թե հյուր։ Միգուցե եթե դրսում եք ապրում, դա կարող է լինել հենց տան հետ կապված հարցեր, որոնք որ կանեք կլուծեք, ինչ-որ պահեր են, բայց մի փոքր խոչընդոտներ կան լուծելու համար, որովհետև դե լիալուսնի օրն է եւ անհնարին է ինչ-որ մի բան այդպես ավելի հեշտությամբ անել։ Կարող է տուն եք վաճառում, տուն եք գնում այդ օրը, շփականության իրավունք եւ այլն։ Եվ դրսից ոչ էլ լուր կլսեք, ինչ-որ մեկից, ով որ դրսում է ապրում, նաև ձեր ցանկությունները կիրականանան, բայց մի փոքր դժվարությամբ այն կարող է իրականանալ։ Խոչընդոտների միջով պետք է անցնեք իրականանալ, ինչ-որ կին է, ով որ մի փոքր խանգարում է ձեր ցանկություններին։ Կամ եթե գնում եք դուրս այդ օրը եւս, ինչ-որ մի կին է, ով որ կարող է ձեզ համար խոչընդոտներ առաջացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում միմիայն։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 2-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, տեսնենք ով է այս տղան։ Այնպիսի մեկն է, ով որ կարող է իր վստահությունը կորցնեք իր նկատմամբ, կամ մանր խնդիրներ է ստեղծում նա ձեզ համար, կարող ձեր տնօրենն է, կամ ինչ-որ մեկն է, որ այդ խնդիրները ձեզ համար փորձում է ստեղծել։ Կամ միգուցե ձեր խնդիրներն է լուծում, մանր եթե ունեք։ Այդ օրը նաև ճանապարհ կգնաք, կարող եք գնալ, շատ ճանապարհներին լինել, կարող գնալ երկար ճանապարհ, ձեր գործերը առաջ մղեք, սա նաև տեղափոխություն է, մեքենա կարող եք գնել կամ վաճառել, ավելի շատ գնում եք, ինչ-որ գումար է գալիս, ինչ-որ միտեղից ինչ-որ մի բան եք ստանում, թեկուզ ապրանք։ Նաև այդ օրը կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, ոմանք կարող են այցելել նման վայրեր, եւ սա ընտանիքն է, նաև ընտանիքի անդամների հետ կանցկացնեք մնացած ժամանակը ձեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 2-ին։ Ինչ բան եք ձեր կյանքից հանելու հիմքից, այդտեղ նաև վիրահատություն է ոմանց մոտ։ Այդ վիրահատությունը իդեալական կանցնի, չնայած որ այդ օրը բացարձակապես չի թույլատրվում վիրահատություններ կատարել, բացարձակ։ Ոչ եթե այնպես որ պետք է անեք, ապա այստեղ հիանալի կանցնի։ Նաև դա ինչ-որ մեկին հեռացնել է, ձեր կյանքից հեռացնել է, կամ նաև ինչ-որ մի բան հիմքից փոխում եք, օրինակ արդեն վերջ է ձեր այդ թեթև կյանքին եւ ամուսնանում եք, ընտանիք եք կազմում, կամ վերադառնում եք ընտանիք, եւս էլի շատ կարեւոր ինչ-որ որոշում է դա, կարեւոր քայլ է, եւ դա կարող է լինել անսպասելի։ Կտրուկ որոշում, այդպես։ Սա նաև կարող է ընտանիքից հեռացում, գնում եք կամ մեկ այլ երկիր, էլի կտրուկ որոշում է, կամ մեկ այլ բան է դա։
Նաև ոմանք այդ օրը կանցկացնեն իրենց օրը իրեն ընտանիքի անդամների հետ, կզբաղվեք ձեր գեղեցկությամբ, ձեր առողջությամբ, կայցելեք նմանատիպ վայրեր։ Գուցե գործերը դանդաղ են առաջ գնում, դրա համար եք, ինչ որ կտրուկ քայլ եք անում այդ գործերը առաջ մղելու համար։ Այդ դեպքում արդեն այստեղ հաջողություն է ձեզ սպասվում։ Ամենայն դեպս ինչ որ մի բանը հաջողությամբ կանեք այդ օրը, հա, ինչ որ կանեք, հենց դա դրանից հաջողություն կունենաք այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 2-ին։ Ինչ նամակ կարող ստանալ, փաստաթուղթ, տեղեկատվություն, փաստաթղթեր ուղարկեք, փաստաթղթեր ստանաք, ինչ որ կարևոր բաներ ստորագրեք, գրանցեք, գրեք, ինչ որ մարդկանց հետ նամակագրական կապի մեջ լինեք անընդհատ, այդ օրը նաև ոմանք առիթ ունենք, ինչ որ ծրար է, ծրարի մեջ գումար եք դնում կամ ինչ որ մի բան եւ կամ հրավիրատոմսն եք գնում եք օրինակ այդ առիթին, կամ տոմս է գնում եք այստեղ օրինակ կինո, թատրոն, ինչ որ մի տեղ թեկուզ խաղասրահ, հա, կամ տոմս եք գնում, այստեղ անցնում եք անվտանգությունը եւ գնում եք։ Նաեւ ովքեր որ մեքենա են վարում, ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչներին։ Նաեւ դա կարող է լինել մարդիկ, ովքեր որ ձեզ ուժ կտան այդ օրը, կօգնեն ձեզ, կաջակցեն ինչ որ մի հարցում, եթե պետք է դա։ Սա նաեւ ծանոթություն է, ինչ որ մեկ է, որ կամ այդպիսի աշխատանքի անում, հա, ուժային կառույցի կամ այդպես թիկնեղ է, հա, ուժեղ վրա կարող եք հենվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 2-ին։ Այդ օրը կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, նաև կայցելեք ձեր ծնողներին, իրենց հետ կլինեք։ Այստեղ կամ ոմանք ճակատագրական քայլ են անում, դուռ են փակում, որից հետո դժվարություններ կարող է լինել։ Եթե ինչ-որ մի դուռ փակեք, այստեղ կարող է իրոք դժվարություններ լինեն ձեզ համար։ Կամ դուռ է բացվում ձեր առջև, բայց դժվարություններով։ Դժվարությունները պետք է հաղթահարեք, հա, այդ ինչ-որ հաջողությունը ոնց որ վայելելու համար։ Փորձություններ կան, հա, ոնց որ ասում են այն քեզ լավ բան, բայց հետևից խնդիրներ են տալիս, որ դուք այդ խնդիրները ուղղակի կարողանաք լուծեք։ Դժվար բաներ կլինեն, դժվար պահեր, կամ իրոք շատ ճակատագրով այստեղ շատ կարևոր որոշում կկայացնեք, դուռ կփակեք ձեր հետևից, ինչ-որ մի բանի հետ կապված, միգուցե առողջությանն է, կամ ինչ-որ մի բան է, դա ձեզ համար ճակատագրական է լինելու, երկար պետք է մտածել ինչ-որ մի բանի համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 2-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, նաև գիշերն եք ինչ-որ երազ հետաքրքիր տեսել, առավոտյան արթնացել եք այդպես էմոցիոնալ դեռ։ Ոմանց մոտ սա ռոմանտիկ պահեր են, իհարկե, արդեն լիալուսնի ներքո կարող ճանապարհ եք գնում, իրիկունը ընդհանրապես այդքան էլ լավ չէ լիալուսնի ժամանակ ճանապարհ գնալ, հատկապես երկար ճանապարհ։ Լուսինը բավականին շատ է ազդում նման բաների վրա։ Եվ սա նաև տեղափոխություն է, կարող է այստեղ ըստ լուսնով եւ ըստ լիալուսնով հարկադրված նաև տեղափոխություն է։ Ձեր գործերը կփորձեք առաջ մղել այդ օրը, այն գործերը, որոնք մնացել էին, նոր բաներ բացարձակ պետք չի սկսել, կամ երկար ճանապարհ կարող եք գնալ կամ շատ ճանապարհներին լինեք, այսօր այն կողմ գնաք, գուցե առիթ ունեք տանը, դրան եք պատրաստվում, հա, ընդհանուր գնում եք գնումներ կատարելու դրա համար էմոցիոնալ, այդպես պատրաստվում եք այդ առիթին։ Սա նաև ժամադրություն է ոմանց համար եւս էլի, որ էմոցիոնալ պատրաստվում է, անակնկալներ, նվերներ, ուրախ տրամադրություն, այդպես։ Դա սա արդեն լինում է էմոցիոնալ, հա, ուրախ էմոցիաներ։ Կարող ինչ-որ մարդիկ են գալիս են ձեզ մոտ, դա է ձեզ ուրախություն բերում։ Ձեր տղան է բանակից գալիս, հա, բարեկամները։
ու ձեր մայրիկն է նաև այդ ամենայն դեպս մայրիկի հետ կապված եւս ինչ որ բահեր կլինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին փետրվարի 2-ին։ Այդ օրը ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ որ բան եք ընտրելու։ Սա նաև ամեն մեկը իր ուղղությամբ գնալն է, հա, ինչ որ մեկի հետ կաղեք, հա, ամեն մեկը գնաք ձեր ճանապարհով, իրար հաջող անեք, ցտեսություն անեք։ Գուցե նաև գնում է ուրիշ երկիր, կարող դրա համար եք, հա, այդպես ցտեսություն ան։ Բայց ամենայն դեպս ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ որ կարևոր բան պետք է ընտրեք ձեզ համար։ Եվ այդ օրը հաջողություն ունեք, ինձ թվում է ինչ է որ ընտրեք երևի, հա, դրանից է կախված, հա, հաջողություն ունեք, ինչ-որ մի բան կանեք, հա, հաջողություն այդ պահին կունենաք։ Հա, հաջողությամբ կանեք այդ գործունեությունը, այդ պահին ինչ որ կանեք։ Նաև հանդիպում եւ շփում կունենաք ոչ է տղամարդու հետ, տեսնենք ով է, ժամադրություն է սա ոմանց համար, գուցե առիթ է, իր առիթն է, ծնունդ է, անակնկալներ, կամ անակնկալ է անում ձեզ։ Ամենայն դեպս իր հետ կապված, ինչ որ մի բան կարող է բացահայտվել, գուցե սեր է խոստովանում ձեզ, կամ տեսակ ծաղիկներով տուն է մտնում, հա, մի խոսքով անակնկալ պահեր են, նվերներ, առիթ, ժամադրություն ոմանց համար եւ նաեւ բարձր տրամադրություն, այդ տղամարդը ձեզ այդ էներգիան կհաղորդի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 2-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, փոփոխություն կմտնի։ Գուցե ոմանց մոտ սա հղիություն է, ծննդաբերություն է, գուցե փոփոխությունը գլոբալ է, այդպես ինչ-որ կարևոր մի բան է տեղի ունենում ձեզ մոտ։ Նաև դա տեղափոխություն է, մեկ այլ տուն, մեկ այլ բնակարան, մեկ այլ երկիր, եւ կարող է այստեղ նաև ճանապարհ եք գնում, դա երկար ճանապարհ է։ Եվ եթե տեղափոխվում եք, ոնց որ տուն եք այստեղ մաքրում, հավաքում կամ այդ փոփոխության հետ կապված կարող է լինել, ինչ որ մեկի հետ վիճեք։ Ձեզ դուր է գալիս այդ փոփոխությունը ձեր կյանքում, բայց դիմացին ինչ է։ Ամենայն դեպս, եթե թեկուզ տեղափոխվում եք, տուն եք մաքրում, սա ձեզ համար արդեն նոր շրջապատ է, նոր էմոցիաներ, նոր կյանքի իմաստ, ինչ որ մի բանը փոխվում է ձեզ մոտ հիմքից, ոնց որ նոր իմաստ է ստանում։ Եվ ավելի իմաստուն կլինեք եւ արդեն այդ վեճին կնայեք ուրիշ կերպ, եթե վիճեք, նոր կյանքին կնայեք ուրիշ կերպ, այդպես ավելի հասուն կմոտենաք ամեն հարցին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 2-ին։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք նաև այստեղ հարսանիքի կարող են լինել այդ օրը կամ պատրաստվում եք հարսանիքի, հրավեր հարսանիքի։ Տանը շատ կարևոր օր է ձեզ համար եւ նաև գործարք է, որը կարող եք կնքել աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, ինչով որ զբաղվում եք։ Ընտանիքի անդամները կարող են գալ, ամուսինը գալ, գնաք ամուսնու մոտ, կնոջ մոտ։ Նաև փոփոխություն է մտնելու ձեր կյանք, փոփոխություն դա կարող է լինել տեղափոխության հետ կապված, հղիություն, ծննդաբերություն եւ ինչ որ մի փոփոխություն, հա, սա փոփոխություն է ընդհանուր, որ այս պահին ոնց որ մարդը չգիտի ինչ է տեղի ունենալու, մեկ էլ ինչ որ մի բան է։ Բայց կարծես թե փոփոխությունը բորբոքվում եք, հա, այդքան էլ ձեզ դուր չի գալի այդ փոփոխությունը, որը տեղի ունենում։ Չգիտեմ ինչու։ Տեսնեմ այդ փոփոխությանն է վերաբերվում։ Դե այստեղ ոնց որ ասում են նոր կյանքի իմաստ եք գտնում, պետք չի բորբոքվել։ Միգուցե այդ պահն է, հա, որ ամեն մարդ չի կարող ինչ-որ մի փոփոխություն տանել, հա, ուրիշ կերպ է ընդունում այդ փոփոխությունը։ Միգուցե դրանից է։ Գուցե այդ օրը ձեր շրջապատը կարող է ձեզ նյարդայնացնել, որտեղ որ կգտնվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին փետրվարի 2-ին։
Փոփոխություն, բոլորի մոտ փոփոխություն է բնական էլի լուսինը փոփոխություն է բերում։ Այստեղ սա էլ է, եւս էլի խոսում է լուսնի մասին, էմոցիոնալ կլինեք այդ փոփոխությունից եւ սա հաջողակ փոփոխություն է ձեզ համար, հա, հաջողություն է բերելու այդ փոփոխությունը ձեզ մոտ։ Ոմանց մոտ սա հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, դա համարեք էմոցիոնալ նաեւ կամ հղիությունն է ձեզ էմոցիոնալ դարձնում։ Նաեւ դա ընդհանուր գլոբալ փոփոխություն է, որը այս պահին չգիտեք ինչ է դեռ կատարվում, հա, ինչ է լինելու։ Դրա համար էմոցիոնալ կլինեք, դա հենց լավ էմոցիաներ են, որովհետև հաջողություն կա ձեզ մոտ։ Նաև ձեր մայրիկին կարող հանդիպել, ոմանք կարող սիրային ժամադրության լինեն, որովհետև նաև լուսնի ներքո ոչ է թու այդ բառը։ Մի խոսքով դրանից սիրային ժամադրություն, հա, ինչ որ լուսնի ներքո, դե եւ հաջողություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 2-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ոչ մեկ այդ փաստաթուղթ կստանաք, տեղեկատվություն, մի փոքր ուշադրություն է պետք դարձնել, հա, խաբեբական հատկապես սիրո հետ է կապված դա, փաստաթղթերի հետ է կապված դա, լավ նայեք, ուսումնասիրեք, ինչ եք ստորագրում այդ օրը, ինչ փաստաթուղթ է գալիս, ինչ են տալիս, հա, մանր տառերը անպայման։ Նաև կարող ինչ-որ բան է ձեզ խոստանում, հա, եւ չի անում։ Կամ այդ օրը նաև դուք պետք է մի փոքր խորամանկ լինեք, հա, ինչ-որ մեկ այդ նամակագրական կապը, հա, բերեք նրան, որ կամ սեր խոստովանեք, կամ թեկուզ ժամադրվեք այդ մարդու հետ։ Նաև սա ինչ-որ բաներ կգրեք, փաստաթուղթ կարող ուղարկել, ստանալ ինչ-որ մի տեղից, եւ կամ դրանից հետո կարող է ինչ-որ խորամանկ քայլեր պետք է անեք։ Դե ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, ինչ-որ մի բան տեղի կունենա, լավ կզգաք, սիրված կզգաք, դե իհարկե չի բացառվում, որ այստեղ ինչ-որ մեկը ուղղակի, հա, խորամանկ եւ խաբելու նպատակով, այդտեղ միայն խորամանկությունը չի դա, խաբեբայի քարտն է նաեւ։ Կարող է ուղղակի սեր է խոստովանում, բայց դա խաբեություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 2-ին։ Ոչ է նամակագրական կապ, փաստաթղթեր, այստեղ հստակ փաստաթուղթ եք ստորագրում, պետական հիմնարկություն կարծես թե պետք է գնաք այդ փաստաթղթերը ձևակերպելու համար։ Նամակագրական կապ է սա, փաստաթուղթ ուղարկել, տեղեկատվություն ստանալ, ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, շատ կարևոր։ Դա նաև ուսում է, կարող սովորել, գրել այդ օրը բավականին շատ։ Եվ դա պայմանագիր կնքել նաև սա։ Պայմանագիր, հստակ ինչ-որ միտեղ նոտարի ներկայությամբ կամ նման ոչ այդտեղ կա անձնագիրն եք վերցնում, հա, ինչ-որ թոշակի հետ է կապված կամ ինչ-որ մի բան է վարկեք նաև սա։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք, միգուցե դրանից հետո կարող երեխայի ծննդականն է օրինակ։ Այստեղ հնարավոր է ծննդաբերություն, հղիություն, գլոբալ մեծ փոփոխություն ձեր կյանքում, որ ինչ-որ մի բանը ստորագրելուց հետո կամ անելուց հետո, հա, ոնց որ ձեր կյանքը փոխվում է, կամ ինչ-որ գաղտնիք բացահայտելը, կամ ուսումը միգուցե ինչ-որ մի ձևով փոխվում է այդ ուսման սովորացնելու ձևը, կամ ինչ-որ մի բան, հա, որ ձեզ կարող ավելի շատ հետաքրքրի։ Նաև սա տեղափոխություն է, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, միգուցե մեկ այլ բնակարան, հա, կարող բնակարանի հետ կապված պայմանագիր եք ստորագրում, կնքում։ Եվ երկար ճանապարհ է սա, որ կարող եք գնալ։ Գով վիզա եք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։